Մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրամիությունը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Կոշտան ու ֆոն դեր Լեյենը մասնակցելու են նաեւ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Կաշառք ստանալու տալու խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, նրանցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Նախաքննության շահերից ելնելով կոմիտեն մանրամասներ չի հայտնում, Factor TV-ի տեղեկություններով ձերբակալվածների թվում է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ գովազդի բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրարլօղլուն կրկին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին է անդրադարձել, հայտարարելով, թե այն պատրաստ կլինի 4-ից 5 տարիների ընթացքում։ Նա հավելել է, այդ միջանցքը ուղղակի կապ կդառնա թյուրքական աշխարհի պետությունների միջև։ Թուրք պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ հայկական կողմում դեռևս չեն սկսվել։ Փետրվարի 28-ից Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում Հայաստանի դեսպանատություն դիմել է 10 քաղաքացի։ 8 քաղաքացի մեկնել է Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաք, այնտեղից օդային չվերթով Երևան վերադառնալու համար։ Հայաստանի եւս 2 քաղաքացի մտադրություն է հայտնել վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ օդային հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին։ Իսրայելական կողմի պնդմամբ նա անմիջականորեն պատասխանատու էր ականապատման եւ Հորմուզի նեղուցը ծովային երթևեկության համար փակելու գործողության համար։ Կացը նաեւ հայտարարել է, որ հարվածն ուղերձ էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Իսրայելը կշարունակի գործել Իրանում ամբողջ ուժով պատերազմի նպատակներին հասնելու համար։ Իսրայելական կողմը հայտարարել է լիբանանյան շիաների Հեզբալլահ շարժման 350 ռազմական օբյեկտի ոչնչացման եւ 330 զինյալի վերացման մասին։ Սա տեղի է ունեցել Լիբանանի հարավում իրականացված ցամաքային գործողության ընթացքում։ Նշվում է, որ սպանված զինյալների թվում են Ռադվան հատուկ ստորաբաժանման տասնյակ անդամներ։ Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1070-ը։ Մեծ Բրիտանիայում նախկին բուժքույր Սարա Մալալին պաշտոնապես ստանձնել է Քենթերբերիի արքեպիսկոպոսի պաշտոնը, դառնալով անգլիկան եկեղեցու 1400-ամյա պատմության մեջ առաջին կին առաջնորդը։ Արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիի տաճարում Ավետման տոնին, ինչը ըստ եկեղեցու ներկայացուցիչների խորհրդանշական ժեստ է ի պատիվ պատմական նշանակման։ Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին պաշտոնաթող եղավ 2024 թվականին, երբ լուր տարածվեց, որ հոգևորականները բռնություն են կիրառել անչափահասների նկատմամբ։